Սա ճնշում էր, ուժային ճնշում էր։ Կրակոցներ ռեալ կային, չկային, մենք այդպես էլ չիմացանք, մեր բանան մի հատ շատ անհասկանալի հաղորդագրություն տարածեց, չէ՞։ Այդ էլ աբսուրդի ժանրից, որ ասում է կրակոցներ կային, բայց Հայաստանի ուղղությամբ չի։ Բայց Հայաստանի ուղղությամբ չէին, ում ուղղությամբ էին, կարող է Ադրբեջանի ուղղությամբ էին, թե օդի ուղղությամբ էին, թե լուսնի ուղղությամբ էին, անհասկանալի բան։ Եվ ամբողջ խնդիրը Հայաստանի անկախության խնդիրն է։ Պատերազմը մեր դեմ շարունակվում է եւ շատ տարօրինակ է այսքանից հետո էլ նույնիսկ տեսնել այդ խաղաղության հեռանկարը, որը չկա։ Պետք է ապրել իրականության մեջ։ Մենք ուզենք թե չուզենք, սա պարտադրված իրականություն է։ Մենք պետք է հասկանանք, որ մեզ պարտադրված է պայքարի իրականություն եւ մենք պետք է դրան պատրաստվենք։ Ուրիշ տարբերակ մենք չունենք։ Այս բոլորի մեջ մենք կարծես նաեւ այլևս խաղացող չենք, այսինքն մեր խոսքը ոչ ոքի համար կարևոր է, ուղղակի մեզի թելատրանքներ գնեն եւ մենք թատրած ենք հայկական կորզոնը լալը։ Այս բոլորը նաեւ կաստեն մեր ներքին դինամիզմին վրա, ինչպես դառնալ հայկական կորզոն։ Եթե դրանք ասենք էլի նույն վիճակը լինի, ասենք դե չգիտենք հիմա Նիկոլենց ենք ընտրելու, թե Ռոբենս ենք ընտրելու, թե չգիտեմ ինչ ենք անելու, դե ամոթ մեզ ուրեմն։ Ելում մեղադրենք։ Մենք մեղադրում ենք բոլորին, բայց մենք ինքներս հասարակությունը չի ասում, լավ էս 3-4 տարվա մեջ է։ Հնարավոր է, չէ՞, ինչ որ բան անել։ Հիմա էլ է հնարավոր։ Ընդհանրապես պետք է ինքնակազմակերպվել, ստեղծել իրապես հայկական քաղաքական ուժեր եւ ի վերջո երկրի տեր դառնալ, սա մեր երկիրն է։ Բարև ձեզ Արևելքի հարթագով անգեղ զրույցը այսօր պատմապան Մարտական եղբայրության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ է։ Բարև ձեզ, բարի եկած եք։ Գիտեք, մեր երկրի մեջ հայության օրագարկի մեջ եւ Հայաստան եւ Սփյուռք դակավին վար կմնա խաղաղություն, պատերազմ այդ երկու հագաթիր փևերները ասենք եւ այդ առումով զարգացումներ կան, անընդհատ խոսակցություն, մնայուն օրագարք է, մենք ինչքանով հերույ ենք պատերազմեն եւ ինչքանով մոտ ենք խաղաղության։ Տեսեք, նախ տարիների, եթե ոչ գուցե նույնիսկ 11-ների քարոզչություն է, մեր ժողովրդի մեջ այնպեսի տպավորություն է ստեղծում, հա, այնպես են բանում, որ իբր այդ պատերազմ թե խաղաղությունը դու ես ընտրում։ Իբր դա ընդհանրապես ընտրության հարց է։ Ոնց որ մարդիկ ասեն, չգիտեմ, մենք ուզում ենք գարուն։ Բոլորը ուզում են գարուն, բոլորը ուզում են տաք եղանակ, բայց դա մենակ ընտրելով չկան օբյեկտիվ հանգամանքներ։ Մանավանդ պատերազմ եւ խաղաղությունը առնվազն միշտ երկկողմանի, եթե չասենք երակողմանի, քառակողմանի եւ այլն։ Այդ առումով անընդհատ մեր հասարակության արժեվ է հարցը դնել, իսկ դուք ինչ եք ուզում, կեղծիք է, որովհետեւ միայն մեզանից չի կախված եւ բացի այդ անընդհատ ըստ էության պատերազմի մեղքը փորձում են բարթել մեր ժողովրդի վրա, ասում են այդ ժամանակի ինչը գնացիք, այս ինչ լուծման, եղավ պատերազմ։ Կարծես միայն մեր ժողովրդի կամքից եւ ցանկությունից։ Հիմա էլ է նույնն ասում, բայց եկեք օբյեկտիվ առարկայական հանգամանքներին նայենք։ Նախ ես կարծում եմ իմ տարիների գնահատականը պատերազմը չի ավարտվել Հայաստանի դեմ, որովհետև պատերազմը միայն ռազմական գործողություններ չեն։ Եթե մենք նայենք դասական սահմանումները, օրինակ Կլաուզևիցի տված սահմանումը, պատերազմը ցանկացած քաղաքականություն է, որը պարտադրում է իր նպատակները ուժային ճանապարհով։ Հիմա ուժային ճանապարհը կարող լինի կրակոց, բայց կարող լինի ուղղակի ուժային սպառնալիք, որովհետև կրակոցի կարիք էլ չկա, զիջում է դիմացին։ Օրինակ հիմա այս վերջի դեպքերը տեսեք։ Սահմանին էլի խոսում էին, այսինքն ադրբեջանական քարոզչությունը տարածում էր, որ իբր հայերը կրակում են եւ այլն, արհեստական լարվածություններ ստեղծում, ինչից հետո, անմիջապես նրանից հետո, երբ որ ասին, որ համաձայնեցրել են այդ թուղթը, հասկանում եք ինչն է նաեւ պարադոքսը։ Համաձայնեցնում են խաղաղության պայմանները, դրան անմիջապես հետևում է սահմանային լարման գոնե, ասենք այսպես, ոնց ասեմ, պատրանք, գոնե ինֆորմացիոն ստեղծում են, որը վաղուց չէր եղել։ Այսինքն այս տիպի խաղաղության մեջ ենք մենք ապրում, երբ որ խաղաղության պայմանագրի համաձայնությունից բխում է սահմանի վրա լարում։ Եվ տեսեք, սա ինչ ասել է պատերազմի ձև, որովհետև իմ կարծիքով նպատակը հետևյալն է, նրանք դրանով հստակ ուղերձ էին ուղարկում այստեղ, որ եթե մեր այն հայտնի նախապայմանները, որ նրանք ասում են կստորագրենք միայն, եթե այդ սահմանադրությունը փոխվի եւ Մինսկի խումբը լուծարվի, չէ՞։ Դրանից հետո նոր կստորագրենք եւ դրան գումարած էլի պայմաններ կան, որ հետո կգան։ Իմ կարծիքով ուղերձ էր սա, որ պետքա դուք այստեղ կողմնորոշում հայտնեք, հստակ հայտնեք։ Ոնց եք դուք այս երկու նախապայմանի վերաբերում։ Այսինքն սա ճնշում էր, ուժային ճնշում էր, կրակոցներ ռեալ կային, չկային, մենք այդպես էլ չիմացանք, մեր բանան մի հատ շատ անհասկանալի հաղորդագրություն տարածեց, չէ՞, այդ էլ աբսուրդի ժանրից, որ ասում է
կրակոցներ կային, բայց Հայաստանի ուղղությամբ չէին։ Բայց Հայաստանի ուղղությամբ չէին, ում ուղղությամբ էին, կարող է Ադրբեջանի ուղղությամբ էին, թե օդի ուղղությամբ էին, թե լուսնի ուղղությամբ էին, անհասկանալի բան։ Այսինքն, սա ուժային ճնշում էր, որից հետո հետևեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրային հեռուստատեսության, որտեղ ինքը ասեց, որ այո, Մինսկի խմբի լուծարման հարցը մենք պատրաստ ենք քննարկել եւ նույնիսկ նախաձեռնենք։ Եվ որքան ես նկատել եմ, միգուցե հիմա մի քիչ շտապում եմ, պետք է այլ ստուգել, վերջին մի երկու օրը ադրբեջանական քարոզչությունը դադարել է այդ լուրերը, որի પર սահմանին կան հարվածություն։ Այսինքն մի հատ ինֆորմացիոն պատերազմի օպերացիա իրականացվեց, արհեստական իբր լարում սահմանին, որի արդյունքում կորզեցին զիջումները։ Իրանց այլևս պետք չի ռազմական գործողությունների դիմել, բայց փաստացի դա ուժային է, չէ՞, այսինքն դա սպառնալիք է։ Իրենք սպառնալիք են ստեղծում, ասում են, տես, մենք կարող ենք պատերազմ սկսենք, եթե այս պայմանները չլինեն։ Այստեղ զիջման գնում են, դա փաստացի պատերազմ է, ըստ դասական սահմանման, ուժային ճնշում, ուժային սպառնալիք արդյունքի հասան։ Պարտադիր չի այլևս կրակեն, կրակեն ընդհանրապես Telegram կալիքներով, ասենց ասած լուրերի մակարդակում։ Այսինքն ես ինչի եմ այս ամեն ինչը պատերազմը փաստացի շարունակ մենք քիչ էլ դադարել։ Պարզապես ինքը այլ ձև է մտել, ժամանակ առ ժամանակ սահմանային լարումներ, ժամանակ առ ժամանակ մենք վերջին 20 թվականից հետո էլ տեսել ենք լոկալ ռազմական գործողություններ եւ հիմնականում շանտաժ, թշնամանք եւ ադելության խոսք։ Չեն էլ թաքցնում, որ նույնիսկ կայության պայմանագրի ստորագրումից հետո մենք էլի շարունակել շատ հստակ պահանջներ են ընդ որում թուրքերի վերադարձ Հայաստան, այսինքն իրենց լեզվով ասած արևմտյան ադրբեջանցիների շատ հստակ ասա, շատ հետևողական է, պետական մակարդակով վարվող քաղաքականություն է։ Երկրորդը իրանք ասում են Հայաստանի այսպես կոչված ապառազմականացում, այսինքն այս ինչ զենքերի քանակից ունենանք, հա, դուք չեք կարող ունել։ Երրորդը արտաքին հարաբերություններում դուք չպետք է շատ այսպես ասած տարածվեք, ռեգիոնալ պետք է լինի ամեն ինչ, նույնիսկ այդ Հա, եւ էլի պահանջներ կան, որ ուղղակի նույնիսկ մեկ-մեկ ես այդ ցանկացած գլխից մեջ պահում եմ, բայց հա, նաեւ պատերազմի համար պատասխանատվության ստանձնում սկսած 88 թվականից եւ փոխհատուցման խնդիր։ Հիմա այդ Բաքվում որ դա ընթանում է, նաեւ դա է, չէ՞ որ հիմնավորեն, որ Հայաստանն է այսպես ասած ագրեսոր։ Եվ իրենք չեն թաքցնում ամեն ռեժիմով, պաշտոնական ամենաբարձր մակարդակից սկսած Ալիևից մինչև վերջին քարոզչական միջոց հետևողական սատանում են։ Նույնիսկ այսպես ասած փուլային մի հատ բան է ուրվագծվում, օրինակ ես այս օրինակը շատ եմ բերում, բայց կարևորը շատ։ Անցած տարվա սեպտեմբերին մի հատ նախկին արտգործ նախարար ունեն Թոֆիկ Զուլֆուգարով էր, ոնց էր մեկ մոռանում եմ այդ անունը, ասեց, այդ երեք փուլը բացահայտեց։ Ասեց առաջին փուլում կնքում ենք խաղաղության պայմանագիրը, երկրորդ փուլով գալիս են հաղորդակցությունների հարցը, այսինքն իրենց լեզվով ասած միջանցքի, եւ երրորդ փուլում գալիս են հումանիտար եւ փոխհատուցման հարցեր։ Հումանիտար, այսինքն փախստականների վերադարձ, էլի իրենց մասին է խոսքը, եւ փոխհատուցում, այսինքն ռազմական այդ իրենց պատկերացած ագրեսիայի դիմաց Հայաստանը պետք է փոխհատուցի ընդ որում։ Դեպքն է այս վերջերս էլի քարոզչա մեքենայով տարածեցին, որ եթե Հայաստանի վիճակի չի ֆինանսական փոխհատուցում տալ, կարող է տարածքային փոխհատուցում տալ։ Սա իրենց պլանն է, սա իրենց ծրագիրն է, երեք փուլի, այսինքն խաղաղության պայմանագրով ոչինչ չի ավարտվում։ Մենք շարունակենք խոսել չեղած խաղաղությունից, չեղած խաղաղության հեռանկարից, այս մի բան էլ ասեմ ավարտեմ, այն բանից հետո երբ որ մեզ այսքան տարի, այսքան տասնամյակներ նույնիսկ ներշնչում էին, որ այև որ կարգավորվի, լուծվի Արցախի հարցը, սա է միակ պատճառը պատերազմի, հիմա գոյություն չունի այս տերության հայկական Արցախ։ Արդեն 2 տարի կլինի շուտով։ Չկա, բան չի չկա խաղաղություն, այսինքն ոչ մի Արցախի հարց էլ չէր։ Կար եւ հիմա էլ կա Հայաստանի հարց, Հայաստանի անկախության հարց, եւ այս ամբողջ խնդիրը Հայաստանի անկախության խնդիրն է։ Եվ շատ երկար կարող եմ սա հիմնավորել ուղղակի ժամանակը չչարաշահեմ, պատերազմը մեր դեմ շարունակվում է եւ շատ տարօրինակ է այսքանից հետո էլ նույնիսկ տեսնել այդ խաղաղության հեռանկարը, որը չկա։ Պետք է ապրել իրականության մեջ։ Մենք ուզենք թե չուզենք, սա պարտադրված իրականություն է, մենք պետք է հասկանանք, որ մեզ պարտադրված է պայքարի իրականություն եւ մենք պետք է դրան պատրաստվենք։ Ուրիշ տարբերակ մենք չունենք։ Շատ լավ կհասկանամ ձեր դիտարկումները, ինձ համար շատ կարևոր է թե մենք ինչ լուծումներ ունենք, մանավանդ այն ընդհանուր մթնոլորտի լույսին տակ, որ գդիրե Հայաստանի մեջ, այսինքն կարծես մեզի գտվի հաջող, որ ոչ ոք պատրաստ է պայքարի
ինչ վաճառականություններով, մեկը մյուսին վրա մեղքը բարթելով, բարդությունը ճակատամարտիմը ոչ պատերազմիմը դարձնելով այսպես պատճառ ինչն էլ այս բոլորի լույսին դա ինչպես մտնել այս բերանդակ, որովհետև ինչպես դուք նշեցիք, ինչքան որ կներկայացնեք իրավիճակը, մենք լուրջ խնդիրներու առջև ենք նաև վաղվա առումով, մեր վաղվան օրը ապահով չէ։ Դե նաև այսօրվա միջազգային իրավիճակը եթե հաշվի առնենք, չէ կարող ապահով լինել։ Մենք ապրում ենք միջազգային մեծ անկայունության փուլում, եւ այստեղ էլ է պատրանք պատկերացնել, որ այդ Ալեկոծ օվկիանոսում առանձին վերցած փոքրիկ Հայաստանը պետք է կառուցի խաղաղության դարաշրջան, սա էլ պետք է հասկանալ, այսինքն այդ ցիկլերը փոփոխական են խաղաղության ցիկլ, մեծ համաշխարհային, ասենք, անկայունության։ Հիմա ինչ վերաբերվում է այդ ձեր հարցին, ես վստահ եմ, որ հանրության մեջ ներուժը կա, հաստատ կա, չի կարող չլինել, էլ այս ազգը չի կորել ոչ միտեղ։ Այլ բան է, որ այդ ներուժը բացահայտելն ու կազմակերպելն է շատ բարդ, որովհետև այն քաղաքական համակարգը եւ իշխանություն, եւ տիտղոսավոր ընդդիմություն, խոշոր ուժերը ես նկատի ունեմ, խոշոր խաղացողներին, այն ինչը որ իրենք ոնց որ վերցրել են, իրենք հարմարվել են այս իրավիճակին, մեկը մյուսին ըստ էության անուղղակիորեն աջակցում են, մեկը մյուսի հենարանն է, չէ՞ որ մեզ միշտ ինչով է վախեցնում ներկայիս կառավարությունը, այ որ մենք չլինենք, կլինեն այն վատ բոբոները։ Դե բոբոներին էլ լավ է, ասենք, իրանք էլ ասում են, տես դավաճանա, գնում են հանգիստ նստում են ազգային ժողովին դավաճանին ընդդիմություն են խաղում։ Այսինքն այս մի հատ համակարգ է կայացել, ոնց որ վիշապաջրի բերանին նստել, եւ այդ ներուժը հանրության, որը կա, ինքը կորում է, ինքը չի բացահայտվում, որովհետեւ մարդիկ նայում են, տեսնում են ոչ մի ընտրություն ըստ էության չունեն, ինքնակազմակերպվելը բարդ գործ է, հնարավոր է, բայց բարդ գործ է, եւ արդյունքում մենք այս փակ շղթայում ենք, որտեղ իրոք ռեալ այլընտրանք չի առաջարկվում, ել եմ ասում, խոշոր ուժերի կողմից։ Կարող ասենք, օրինակ, մենք մեր պատկերացած մարտական եղբայրությունը առաջարկում ենք, մյուսը առաջարկում, բայց դա լսելի չի դառնում լայն հանրությանը, եւ ստացվում է արտակուստ, որ այլընտրանք չի առաջարկում, որովհետեւ մենք այդ դրանց բոլորին կոչում ենք նոյեմբերի 9-ի կոնսենսուս։ Որտեղ նրանք բոլորը, եթե նկատեք իշխանությունից մինչև ընդդիմություն, նոյեմբերի 9-ի այդ պայմանագրին են, որը բուն ռուս-թուրքական պայմանագիրը, մայր պայմանագիրը, մեր օրը Կարսի պայմանագիրը դա է։ Այսինքն, ինչի՞ց են չեն անում, թվում է թե անհետեցություն է, չէ՞, այնտեղ այդ կետերից ոչ մեկը վաղուց չի կատարվում։ Միակ կետը, որ Հայաստանին դեմ են տալիս, ասում են, այդ 9-րդ կետը պետք է կատարես, այսինքն դա պատերազմի առիթ է Հայաստանի դեմ։ Խաղաղությունը ստույցան դա չի աշխարհում, որտեղ վերաբերվում է, դեսևը սպիտակի վրա գրած է հրադադար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու, մի հակամարտության գոտի, որը վաղուց չկա, այսինքն չեն կարող ասել դրանով է խաղաղությունը ապահովում։ Դա չի վերաբերում օրինակ նոյեմբերի 9-ի հայտարարագիրը, չի վերաբերում օրինակ նոյեմբերյանին։ Հայաստան-Ադրբեջան սահմանին շատ հստակ է այդտեղ ինչին է դա վերաբերվում։ Իշխանությունը դուրս չի գալիս, չի հիմնավորում, ընդդիմությունը չի ասում պետքա դուրս գալ, ինչի՞ ես մնում ինչը հիմա այստեղ։ Որովհետև իրենք բոլորը այդ պարտության կոնսենսուսի մեջ են, եւ ըստ էության ով էլ ինչ ասի, մի քիչ մեկը արևմտամետ խաղա, մեկը ռուսամետ, մեկը անկախական, չգիտեմ ինչ, բոլորը այս ռուս-թուրքական դաշինքին հավատարմությանն են ցույց տալիս դրանով։ Սա է, այսինքն որտեվ բոլորը գիտեն ով է դաստորագրել անկախ բովանդակությունից, որը վաղուց չի գործում, եւ հավատարմությունն են իրենց ցույց տալիս այդ մեծ համակարգին։ Սա դժվար խնդիր է, մենք պետք է սա քանդենք, մենք պետք է քաղաքական դաշտը ընդհանրապես կարողանանք ոչ թե մենակ իշխանափոխություն անենք, հասարակությունը այդ խնդիրը պետք է դնել, ընդհանրապես քաղաքական դաշտը պետք է փոխել։ Շատ բարդ խնդիր է, բայց ես կարծում եմ լուծելի է, որտեղ ես էլ եմ ասում, ես իմ այս տարիների վերջին տարիների փորձից նաև եկել եմ այն եզրակացության, որ մեր հանրության մեջ հաստատ կա ներուժը, օրինակ մեր գրասենյակ շատ են գալիս մարդիկ, եւ ես տեսնում եմ, որ եւ մտահոգ եւ բան ունեցող ամեն մեկը իր մասնագիտության տեր, իր տաղանդը ունեցող հնարավոր է կազմակերպել մի փոքր ավելի շատ ռեսուրսի դեպքում, ես կարծում եմ ոչ թե միայն 1, այլ 2-3 առողջ քաղաքական ուժ հնարավոր է Հայաստանում կազմակերպել եւ փորձել այդ խնդիրը դնել եւ լուծել, այլ տարբերակ չկա։ Գանա այդ ուժերը։ Դրանք սաղմնային վիճակում ես կարծում եմ, բայց պետք է լինեն անպայման, որտեղ այլ տարբերակ չկա։ Եթե մենք այս տարբերակով գնանք հասնենք նորից, օրինակ 26 թվի ընտրություններին կամ 27 թվին հանրակվեն, չէ, արդեն հավանաբար հանրակվե պետք է լինի սահմանադրության վերաբերյալ, որտեղ 27 թվին ասեց կդնենք այդ փոփոխությունը, մենք դրան պետք է պատրաստենք, եթե մենք գանք հասնենք այդ երկու կարևոր տարեթվերին, հատկապես 27 թիվն եմ ավելի կարևորում նույնիսկ քան 26-ը,
որովհետև անկախության հռչակագրի հարց է դրվելու, այսա բաց տեքստով անկախության հարց է դրվելու, արդեն պատերազմ խաղաղություն չի, անկախության հռչակագրից հրաժարվում ենք, թե ոչ, այսինքն փաստացի անկախության հիմքերից մեր հրաժարվում ենք, թե ոչ, այսրան պետք է պատրաստ լինենք, եթե գանք ասենք էլի նույն վիճակը լինի, ասենք դե չգիտենք հիմա Նիկոլենց ենք ընտրելու, թե Ռոբենս ենք ընտրելու, թե չգիտեմ ինչ ենք անելու, դե ամոթ մեզ ուրեմն, ելում մեղադրենք, մենք մեղադրում ենք բոլորին, բայց մենք ինքներս հասարակությունը չի ասում, լավ էս 3-4 տարվա մեջ են, հնարավոր է, չէ, ինչ որ բան անել, հիմա էլ է հնարավոր, ընդհանրապես պետք է ինքնակազմակերպվել, ստեղծել իրապես հայկական քաղաքական ուժեր եւ ի վերջո երկրի տեր դառնալ, սա մեր երկիրն է, սա իրանց երկիրը չի, ոչ մեկի երկիրը չի, ոչ մեկ իր պապու ժառանգությունը այստեղ չի ստացել։ Գիտեք, քիչ առաջ ակնարկեցիք շրջանային, ավելի միջազգային թատերապեմին վրա տեղի ունեցող գործընթացներուն եւ Հայաստանը անմասն է այդ բոլորեն։ Ինձ նաև այդ դպավորությունը գա, որ ամեն անգամ որ Ադրբեջան թեմ կգանքնի այս Զանգեզուրի միջանցքի իր վարիանտով կամ թրքական վարիանտով առաջ մղելու արչև բադվարներուն, հատկապես Իրանի կողմէ, Ամերիկայի կողմէ անհստակության առնվազն առաջ կդանի մյուս այդ թեզերը, այո, այս բոլորի մեջ մենք կարծես նաև այլևս խաղացող չենք, այսինքն մեր խոսքը ոչ ոքի համար կարևոր է, ուղղակի մեզի թելատրանքներ գնեն եւ մենք թատրած ենք հայկական կորձոնը լալե։ Այս բոլորը նաև կաստեն մեր ներքին դինամիզմին վրա, ինչպես դառնալ հայկական կորձոն։ Այն շատ ճիշտ ձևակերպում տվեցիք, հենց այդ գործոն վերածվելու մասին է խոսքը։ Տեսեք, երբ որ դու ընդունում ես լիովին այդ եղած պարտությունը, որպես քո հոգեբանություն, գաղափարախոսություն, ճակատագիր, իսկ մեր մոտ հիմա դա է քարոզվում, որովհետև բոլոր ազգերները իրենց պատմության մեջ ունեն պարտություններ, ունեն հաղթանակներ։ Ինքն իրանով դա դեռ աշխարհի վերջը չի, քո վերաբերմունքն է դրան կարևոր։ Դու ինչպես ես վերաբերում, դու դա լիովին ընդունում ես եւ փորձում ես քո ամբողջ ազգային կյանքը, պետական կյանքը կառուցել այդ հիմքով, թե դու ուզում ես ոտքի կանգնես եւ մտածում ես վերածննդի մասին։ Լայն իմաստով մարդիկ մտածում են մենակ ռազմական ռևանշի մասին է խոսքը, ոչ, լայն վերածնունդ պետքա առողջ պատասխանը ազգի, լայն վերածնունդն է, այդ մշակութային գրականությունից սկսած մինչև բոլոր ոլորտներ պետք է ի պատասխան այս վիճակի մի հատ մեծ ստարտափ լիցք ստանան։ Ցավոք սրտի մեր մոտ այս բանը այդպես չի։ Եվ այո, երբ որ դու հայտնվում ես այդ դերում, այսինքն դու սուբյեկտ չես, դու օբյեկտ ես ըստ էության, միջազգային հարաբերությունների, քո համար ամեն ինչ վատ է։ Մեկ որ հարցում են, ասում են, մեզ ո՞րն է լավ, օրինակ Ռուսաստանը ուժեղանա թե թուլանա, երկուսն է վատ է, որտեղ երբ որ դու օբյեկտ ես, քո համար ամեն ինչ վատ է, Ռուսաստանը կթուլանա, քեզ վատ է, կուժեղանա, քեզ վատ է, Ամերիկայում Թրամփը կլինի, թե Հարիսը կլինի։ Քեմալիստները հաղթեն, տարբերություն չկա, քեզ համար ամեն ինչ վատ է, որտեղ երբ որ դու չես ոչ մի բան, չես գործոն, չես սուբյեկտ, չես, քեզ համար ցանկացած սցենար վատն է։ Հիմա ելքը եթե վերցնենք ստրատեգիկ, հա, մենք խոսում ենք նոր քաղաքական ուժ եւ այլն, սրանք ըստ էության մարտավարություն են։ Մեծ նպատակը հետևն է, որ դու այո, պետք է միակ տարբերակը, որ եւ դիվանագիտական հաջողություններ ունենաս եւ մնացածը նորից վերածվես ուժային գործոնի։ Առանց դրա հնարավոր չի։ Հայաստանում ցավոք սրտի մարդիկ, որոնք կոչում են իրենց ռեալիստներ, այնպեսի հեքիաթներ են պատում, ասենք օրինակ նույն այդ խաղաղություն եւ այլն, հեքիաթների են հավատում։ Ռեալիզմը նա է, որ միջազգային հարաբերությունները ուժի շուրջ են կառուցված, ուժային այդ հաշվի կշռի շուրջ են կառուցված, բոլորս դա գիտենք, եւ այնքան ժամանակ, քանի դեռ մենք նորից չենք վերածվել ուժային գործոնի, ես չեմ խոսում նրա մասին, որ չգիտեմ, ասենք ատոմային պետության, միջուկային պետության, բայց նվազագույն ուժ կարողանանք ցույց տալ, այսինքն նվազագույն ցույց տանք, որ մենք իզորու ենք ինքներս մեզ պաշտպանել եւ ամեն ինչ չի, ամեն մի սպառնալիքի չի, որ մենք անմիջապես զիջում ենք, այդ ժամանակ էլ կլինի, որ մեր այդ հաշվի կնստեն բոլորը, կնստենք խոսան Թուրքիայից մինչև Ադրբեջան, Ռուսաստանից մինչև Պարսկաստան եւ մինչև Ամերիկա։ Իսկ հիմա բնական է, չէ՞ որ մենք մեծ հաշվով հա հետաքրքիր ենք այնքանով, որքանով ասենք տարբեր պետություններ կարող են այստեղ իրենց շահերը տեսնել աշխարհագրական, բայց որպես այդ գործոն մենք հետաքրքիր չենք, որովհետև իսկ ինչ կարող ենք մենք անել։ Եթե մենք նույնիսկ մեր սահմանների պաշտպանությունը համարում ենք, որ իզորու չենք, եթե մենք համարում ենք, որ ոնց են ասում, չէ, պատերազմ կլինի, ոնց որ պարտության հոմանիշ է դարձած լինի։ Այսինքն, եթե պատերազմ լինի, ուրեմն մենք կպարտվենք։ Դե եթե կպարտվենք, ուրեմն մենք անկախության արժանի չենք, որտեղ ի վերջո անկախությունը նաև ինքնապաշտպանվելու կարողությունից է սկսվում։ Միայն դա չի բնականաբար անկախությունը, բայց նաև դա է, այդտեղից է սկսվում ինքնիշխանությունը, սկսվում է նաև ինքնապաշտպանությունից։
Հիմա այս խնդիրն է, ինչպես վերածվի հայ ժողովուրդը նորից ուժային գործոնի։ Ես չեմ հավատում, որ այս կառավարության եւ այս քաղաքականության օրոք դա հնարավոր է, որովհետեւ անցած տարիները ապացուցեցին, որ ուղղակի անուղղելի են։ Ցավոք սրտի անուղղելի են։ Իսկ զինվելու այդ միտումները Հայաստանի եւ հենց որ խոսում ես պաշտպանության մասին, ասում են դե մենք զենք ենք առնում։ Զենք առնելը շատ լավ է, շատ կարեւոր է, բայց զենք առնելով պաշտպանության համակարգ անհնար է փոխել։ Դու պետքա գլխից սկսես փոխել։ Փիլիսոփայությունը պետք է փոխվի ամբողջ պաշտպանության համակարգի։ Իսկ այդ փիլիսոփայությունը բարձ չի գտնել։ Դու պետք է նայես վերլուծես որն էր քո ռազմական պարտության հիմնական պատճառը։ Այս վերջին պատերազմում եւ որն էր քո հաջողության գաղտնիքը օրինակ 90-ական թվերին։ Երբ որ խոսում են Բայրակտար եւ այլն, դա սա տեխնիկայի մակարդակ է։ Ես դրա մեջ չեմ խորանում, ես տեխնիկայի մասնագետ չեմ։ Մոտեցման խնդիր է։ Տեսեք, ասում են Ադրբեջանը մեզնից ռեսուրսներով մեծ է, դրա համար հաղթը ցույց է։ Շուշին ադրբեջանցիները գրավեցին։ Ոչ մեծ տեխնիկա են կիրառել, ոչ մեծ մարդկային քանակ են այդտեղ կուտակել։ Մի քանի 100 հոգով, եթե ոչ տասնյակներով գնացին լեռնային ճանապարհներով, կածաններով, նույնիսկ ճանապարհ չէ, կածաններով ըստ էության դիվերսիոն գործողությամբ պարտիզանական տակտիկայով, որտեղ իրենք մենակ միտեղ են ճակատը ճեղքել, Ջաբրայելյամն է հարավային հատվածում, մնացած դիվերսիոն գործողություններ են, այսինքն սրանք ինչ գործողություններ են։ Այն որ մեր մոտ մեծաճակատներ կան, ասում են ֆիդայական ու ծիծաղում են։ Սա ֆիդայական ըստ էության տակտիկան է, վերցված պրոֆեսիոնալ մակարդակի վերածված եւ քանակը այստեղ կապ չունի, ադրբեջանցիները քանակով մեզ չեն հաղթել, պետք է ճիշտ իմանանք, որակով են հաղթել, ճիշտ քայլ են արել, պատրաստվածությամբ են հաղթել, պատրաստված փոքր խմբերով են գործել, այսինքն արել են այն, ինչ որ հայը բնականից պետք է աներ, որտեղ եւ մեր պատմությունը, եւ մեր աշխարհագրությունը, եւ մեր ժողովրդագրությունը, ամեն ինչը եւ մեր հոգեբանությունը թելադրում է այս մարտավարությունը, որը իրենք ամենամեծ ամոթն է, որ թուրքերը մեր դեմ կիրառեցին այն մարտավարությունը, որով հայերն պետք է կիրառեն եւ որը հայերը կիրառել են օրինակ նույն 90-ականներին, մենք ոչ չենք գնացել մեծ ինչ որ sense տանկերով, գրողների, դասական, ոնց որ գերմանացիները կամ ռուսները։ Մենք փոքր խմբերով նույն Շուշին մենք 92 թվականին ոնց ենք ազատագրել, ոչ չեն գնացել Շուշին մի անգամ ցած ճակատային գրով վերցել։ Այնի մտել ենք թիկունք, ստիպել ենք իրանք այդտեղից փախնեն։ Նույնը մնացածը վերցեք, ասենք Քելբաջարի օպերացիան ազատագրման, նույնն է եղել։ Մի քանի օրում արագ թիկունքային գործողություններով անսպասելի եւ արագ։ Մեր պաշտպանության համակարգը, երբ որ ասում են փիլիսոփայություն, սրա շուրջ պետք է կառուցվի, որտեղ այլ կերպ Հայաստանը անհնար է պաշտպանել։ Նախ, որտեղ տարածքը շատ փոքր է։ Դու չես կարող ամրանալ քո լեռներում, առնել մեծ զենքեր, բունկերներ կառուցել, սպասել որ թուրքը հարձակվի, իրան հարմար պահի եւ իրեն հարմար ժամանակ, եւ այն ինչը որ ես ասում եմ հերոսական պարտություն կրես։ Դու անխուսափելի երկու բան կա, նախ այդ քո տարածքի պատճառով անխուսափելի դու պետք է կանխարգելիչ հարվածների պատրաստես, պրևենտիվ հարվածների եւ անխուսափելի շատ վախենալու բան եմ ասում այսօրվա մտածողության համար։ Դու ուզած թե չուզած, եթե ուզում ես հաղթես, բացի կանխարգելումից դու պետք է տեղափոխես ռազմական գործողություններ թշնամու տարածք, որտեղ քո տարածքը շատ նեղ է, դու եթե վերածես քո տարածքը կռվի դաշտի, մարդը գերես մոտ։ Այո։ Եվ պետք է գործես արագ, պետք է նես խելացի, որակի վրա շեշտը դնես։ Հիմա սա բարձ բաներ են։ Ստեղից պետք է սկսել։ Զենքը դու պետք է առնես նայելով այդ դրանից, որովհետև աշխարհում միլիոնավոր տեսակի զենքեր կան, որը առնես, որի վրա փողը ծախսես, ինչքան ուզում ես փող ունեցի, չի երիքի։ Դու պետք է իմանաս ինչ կռիվ ես դու վարելու։ Ինչ կռիվ է քո դեմ նախապատրաստում քո թշնամին, որպեսզի դու համապատասխան զենք առնես։ Բայց եթե դու չգիտես, իսկ ես չեմ տեսնում, որ այդ մակարդակում լինի փոփոխություն։ Ես չեմ տեսնում նաև այդ ծրագիրը հրապարակեց ինչը բանակի կերպափոխման, չգիտեմ ինչի կերպափոխում, բարեփոխում բառը իրաց դուրս չի եկել, անբարեհում չաթվածը չգիտեմ կերպափոխումը ինչ է։ Բայց այդ ծրագիրը կա։ Այնտեղ չկա նույնիսկ հղում պատերազմի փորձին։ Որով ցանկացած բարեփոխում լինի, հեղափոխում լինի, կերպափոխում լինի, ինքը պետք է սկսվի կոնկրետ վերլուծությունից։ Ինչու պարտվեցինք, ինչպես պարտվեցինք, եւ այդ հեքիաթներից պետք է ազատվել, որ Ադրբեջանը մեզ հաղթել է, որտեղ ինքը քանակով մեծ էր։ Դա իրականությանը չի համապատասխանում, վերցեք 2020 թվականի պատերազմը եւ տեսեք քանակը այդտեղ դեր է խաղացել, թե որակն է դեր խաղացել։ Որակը դեր է խաղացել, որակը ոչ ռոշ է եղել։ Բավական պատերազմական այս տակտիկայի մասին խոսեցանք, նաև ես հաճախ այս մեր խոսակցություններու ընթացքին Հեզբոլլայի օրինակը ցույց կտայի, որ եւ Հեզբոլլայի մարտիկը եւ զինվոր էր, եւ ջարդարակետ էր, եւ ԱԹՍ-ի ջամփաները քիծող էր եւ քարտեսակետ էր, բայց նաև այնտեղ մենք նկատեցինք Լիբանանի վերջին դեպքերը ցույց տվին, որ
զինվորական քերագայությունը կարևոր է, սակայն նաև կարևոր է քիդությունը, այն իմաստ դեղեցությունը պատերազմի ընթացքին, այսինքն թշնամիի թիրքերը քիտնալը, քանակը քիտնալը, մենք կարծեք քիչ մը Ետ մղվեցանք այս բոլորեն, այդ դարձյալ այդ բարդվածության զգացումն է պատճառը եւ կարեւորը ինչն է ստարտափի համար։ Դե մեր մոտ հարաբերս չեն սիրում, երբ որ այդ Հեզբոլայի հետ է սամում կամ թեկուզ Իսրայելի հետ է սամում, երկու դեպքում էլ ինչ որ պատճառներ են բերում։ Հեզբոլայի դեպքում որտեղ վախենալու է, երևի չգիտեմ, բայց ասենք դա փորձ է, կապ չունի այդ մարդկանց վերաբերում փորձ է։ Ընդ որում փորձ է, երբ որ էլի մարդիկ, որոնք չունեն շատ մեծ ռեսուրսներ, որոնք ըստ էության բան են, հա, պետություն էլ չեն, կարողանում են երկար տարիներ, տասնամյակներ պայքարել։ Եվ մյուս կողմից Իսրայելը չգիտես ինչ է ասում, դե մենք Իսրայել չենք դառնա։ Ինչի չենք դառնա, ոնց չենք դառնա, կամ ով ասեց որ պարտադիր է հենց բառացի դառնանք, բայց կարանք ինչ որ բաներ սովորենք, էլի օրինակը, որ ասենք այդ պետությունը, այդ փոքր պետությունը թշնամիներով շրջապատված կարողանում է գոյատևել։ Հիմա ես չեմ ասում դա իդեալական կերպ է գոյատևում, բայց ամենպես մարդիկ կարողանում են խնդիրներ դնել եւ լուծել։ Մեր մոտ ինչ էր, մեր մոտ այդ մոդելը, որ մենք կառուցեցինք մեր բանակի, մենք հաղթեցինք 90-ական լրիվ մի ձևով, լրիվ այլ ձևով, հետո կառուցեցինք լրիվ ուրիշ բանակ, որը կապ չուներ այդ հաղթանակի փորձի հետ։ Նույնիսկ ինքը ոչ միտեղ ամփոփված չի, եթե փորձեք գրականության մեջ գտնել, չնչին բաներ կան։ Ոչ միտեղ ամփոփված չի, իսկ ինչպես մենք հաղթեցինք։ Մենք վերցեցինք սովետական մոդելը, copy paste արեցինք, բերեցինք, դարձեցինք այդ ռուսական մոդելը, լավ բանակ կառուցեցինք, որը բնականաբար ոչ մեր աշխարհագրությանն, այլ ոչ թե որտեղ ինքը վատն է։ Ռուսաստանը գործում է, բայց ոչ մեր աշխարհագրության հետ է բռնում, ոչ մեր պատմության, ոչ մեր հոգեբանության, ոչ մեր ժողովրդագրության։ Եվ ամենաելի ելեմ կրկնում ամոթը մեզ համար ինչ արեց Ադրբեջանը։ Ադրբեջանը թուրքերը հաշվի առան, իրանք վերլուծություն արեցին, իրենք ինչպես պարտվեցին 90-ական, իրանք պարտվեցին, որտեղ իրանք գալիս էին այդ սովետական մոդելով, իրանց դեմ գործում էին, հայկական մոբիլ խմբերը, հայկական փոքր խմբերը թիկունք էին մտնում, մեծ ճակատամարտերից, մեծ բախումներից խուսափում էին, մեծ զորից խուսափում էին, այս էր մոբիլ գործողություններ էր 90-ականին մեր կողմից։ Եվ իրանք դա հաշվի առան, ասեցին, հələ մի րոպե, հայերը մեզ ոնց են հաղթել։ Իրանք սարքեցին ըստ էության, իրանք մեր հաղթանակից արեցին եզրակացություն եւ իրենց բանակում մցրեցին այդ տարերը։ Բացի այդ թուրքական երբ որ ասում են ինստրուկտորները եկան սովորացրեցին, այո, եկան սովորացրեցին։ Բա իրանց փորձը որտեղից, իրանց փորձն եկավ նախ Սիրիայից, որը էլի մենք չուսումնասիրեցինք, արհամարեցինք, դե դա ինչ կրել։ Ինչ գործ ունենք։ Այդ ինչ մի պատերազմ անդեր ինչ որ ստից մտից, այ մենք այն ճիշտ դասական ձևերը գիտենք, բայց Թուրքիայի թուրքերը բերեցին դա անդեղից եւ իրանք բացի այդ ունեն տասնամյակների պայքարի փորձ քրդերի հետ հայկական լեռնաշխարհում, պարտիզանական դու չես կարող տանկերով գնաս քշես հայկական լեռնաշխարհում մեծ ճակատամարտեր հաղթես։ Դու պետք է այդ լեռնային պարտիզանական կռիվը վարես եւ թուրքական բանակը դա նույնպես ուներ, դե դրան գումարած ՆԱՏՕ-ի փորձը բերեցին սովորացրեցին եւ մեր դեմ կռվեցին, այդ թվում նաեւ հայկական փորձով մեզ հաղթեցին, հայկական լեռնաշխարհից բերած, հայկական առաջին հաղթանակից բերած, այսինքն սա մենք պետք է այդ ամոթը զգայինք հասկանանք, բայց մենք չենք զգում, չենք հասկանում, մենք այդ պատերազմի մասին միֆեր ենք տարածում, դրա համար չենք կարողանում հասկանալ հիմա ինչ անենք։ Որովհետեւ մարդիկ ասում են, բա ինչ անենք, բա չենք կարող կռվել։ Բայց 3-4 տարվա մեջ ինչ են կարևոր կարողանանք։ Ինչն եք փորձել իմաստավորել։ Չենք փորձել, ասում եք դե զենք ենք առնում, դե զենք ինչքան ուզում ես առ։ Այդ զենքը վաղ թուրքի ձեռն է հանգնելու, եթե դու չես կարողանում դա ճիշտ կիրառել, ճիշտ մարտավարությամբ կիրառել։ Ղարաբաղի մեջ։ Ինչպես որ Ղարաբաղում ճանապարհներ կառուցեցին, նույնիսկ ես ապշում էի, երբ որ արդեն այս 20 թվականի պատերազմից հետո ես հասկանում եմ որ լավագույն մղումներով։ Բայց որ նայում եմ մարդիկ գնում են, ասենք, տներ են կառուցում, ասենք, բանում այդ, օրինակ Իվանյանում, Խոջալույում, Ասկերանում, առանց մտածելու պաշտպանության մասին, առանց հասկանալու որ դա ինչ անպաշտպան է։ Թուրքի համար էլի հերթական հիմա նույնիսկ իրանք քանդում են կարծեմ այդ տանը։ Այո։ Այսինքն դու ներդրում ես այդ ցավոք սրտի վերադարձավ այն, գիտեք, այն վիճակը, որը մեզ թվում էր չկա էլ այդ հայը, այդ հին, որ մենք դպրոցական տարիներից դες լսել ենք, չէ՞, միշտ խեղճացած, միշտ աշխարհից խնդրող ու միշտ կառուցող, բայց կորցնող։ Մենք այդ ենք արել ես, շատ ենք մենք այդպես կառուցել, ասենք, քաղաքներ են կառուցել նույն Բաքվում, նույն Թիֆլիսը, ի՞նչն է դրանից մեզ հասել, որտեղ երբ որ մենք չենք ունեցել մեր պաշտպանությունը, մենք այդ ամենը տվել ենք, եկել ենք ըստեղ նորից Երևանն ենք հիմա կառուցել, բայց մենք ոչ քանի որ մենք միշտ հպարտանում ենք որ մենք շինարար ենք, չգիտեմ,
առևտրական ենք եւ այլ, դա ամեն ինչը լավ է, բայց քանի որ մենք տենց էլ չենք հասկացել, որ պաշտպանել այդ ամեն ինչը պետք է պաշտպանվի, մենք անդադ այս նույն բանն ենք ու ինձ թվում էր, որ դա մենք արդեն անցել ենք, բայց ցավոք սրտի ես տեսա, որ սա վերադառնում է, մենք նորից կառուցում ենք ինչ-որ բաներ, նվիրում ենք Թուրքին, որովհետև մենք չենք հասկանում, որ պետք է պաշտպանենք, դա պրիմիտիվ բան է։ Եվ անդադ ընկնում ենք այդ պատրանքի հետևից։ Մենք այդ նոր չէ այդ պատմությունը, մենք այդ պատմությունը առնվազն 100 քանի տարի, 120 տարի, 50 տարի եւ մինչեւ հիմա էլ մեղադրում են, ասում են զինված պայքարն է մեղավոր, որ ցեղասպանություն եղավ այն ժամանակվա մասին, հա։ Զինված պայքարը չի մեղավոր, զինված պայքարը միակ բանն է, որը թույլ տվեց մի երկու կտոր բան փրկել։ Մեղավորը այդ հույսն էր, որ միջազգային հանրությունը, դիվանագիտությունը, հայկական հարցը, այո, պատճառ է։ Եվ նույնը հիմա են ասում են, չէ, լավ, մենք չէ, այ հեսա բան կան, Ադրբեջանի վրա ճնշում կգործադրեն, ինչ ճնշում պետք է գործադրեն։ Եվ հարցը կլուծվի, այ մենք հիմա կերևան աշխարհը կտեսնի, որ մենք խաղաղասեր ենք եւ բան կանի։ Ախր այս վերջի էլի, որ վերցնենք 120 տարվա մեջ, աշխարհը միջազգային հանրությունը միշտ հայի կողմից է եղել։ Ամիշտ էլ եղել է, ամեն ինչը ասեք չգիտեմ, Բեռլինի դաշտը իրենք ունեցել, այնտեղ հայկական բարեփոխումների ծրագիր ենք ունեցել 12-14 եւ բادվիրագություններ դեպի արևմտյան Սևերի պայմանագիր ենք ունեցել, դրանից ավել ինչ կարա լինի այս աշխարհում, քան ասենք Սևերի պայմանագիր, կա մի ժողովուրդ, որին տենց մի բան թուղթ տան։ Ձերը տվել են, ուղղակի դա ենթադրել է միշտ, որ դու պետք է կարողանաս այդ թուղթը իրականություն դարձնես արդեն քո ուժով, իսկ մեր մոտ ոնց որ դա չի, ու հիմա ասում են միջազգային հանրությունը ավել քան այն ժամանակ տվել է մեզ միջազգային հանրությունը, հիմա հաստատ չի տա։ Հիմա ոչ մի աշխարհում չկա ոչ միտեղ այդքան հազար հայասիրական շարժումներ, գործիչներ, ոնց որ այն ժամանակ կային։ Այն ժամանակ ասենք Մեծ Բրիտանիայի ընտրություններում հայկական հարցը կարևոր տեղ կարող էր զբաղեցնել։ Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում կարևոր տեղ էր զբաղեցնում, հիմա այդ ժամանակները չեն։ Ցանկացած յուրաքանչյուր ժողովրդի կյանքի մեջ կան այսպես ասեմ գարմիր գոճակներ, որոնց մեկը պատերազմի բարդությունն է եւ այդ գոճակը ոչ միայն միասնության արիտ կլա, այլ ինչպես դու նսիր ներքին ցոլքերու արձականք, այսինքն դու բարդված ես, ամեն ինչ պիտի ինես, որ այդ բարդությունը դուրս հանես եւ ոտքի կանգնես։ Երբ պիտի կա այդ բահը։ Մենք թողեցին, որ մենք ճիշտ ձևով վերաբերենք, իմ կարծիքով մեր բարդությունը, որտեղ այո դա շատ որքան է դաժան, իրականություն է, չէ՞։ Շատ խորը հոգեբանական վերապրում է, որից ես հավատում եմ, որ ներուժ կա, որ կարող է ծնվել շատ նոր թրիչք։ Այդպես է լինում։ Նույնիսկ եթե մենք նայենք էլի պատմական օրինակներով, տեսեք մեր օրինակ գրականության արվեստի լավագույն շրջանը մեծ հաշվով համընկնում է, ես համարում եմ մինչև 40-ական թվականները 1900 այդ սերունդն է տվել լավագույնը 1900-1940-ական, որոնք ամենադաժան պայմաններն են տեսել։ Եվ ցեղասպանություն, եւ համաշխարհային պատերազմ, եւ առաջին հանրապետության այդ բոլոր վայրեվերումները, բայց ասեք ո՞րն է լավագույն սերունդը գրականության արվեստի մեջ, նույն արևմտահայերի մեջ, ասենք Վարուժանեն սերունդը, Սիամանտոյի սերունդը, Մեծարենցը, արևելահայերի մեջ Չարենցը, Բակունցը եւ այլն, էսա։ Դրանից հետո մենք չենք ունեցել իմ կարծիքով այդքան մեծ վերելք։ Եվ ոչ միայն գրականության մեջ, ասենք նկարչությունը վերցնենք, ճարտարապետությունը եւ այլն։ Հիմա դա ինչ որտեղ բնական է ժողովուրդների կյանքում, բայց այլ բան է, որ մեզ ել եմ ասում խանգարեցին իմ կարծիքով, որովհետեւ անմիջապես եթե մենք հիշենք, բոլորս եթե հիշենք ինչ ենք մենք զգացել նոյեմբերի 9-ին, բոլորիս մեջ կար այդ ցասումը, բոլորիս մեջ կար այդ անարդարության զգացումը, բայց քանի որ սցենարավորված էր, որ դա պետք է ուրեմն այլ ուժեր վերցնեն եւ փորձեն ուղակի հեղաշրջում անել, դա մենք բոլորս նախապես հասկանում էինք ոնց է գծված, ոնց որ 1920-21 թվականին, երբ որ բոլշևիկները եկան իշխանության, եւ ստեղծվեց այդ երկբևեռ համակարգը, մի կողմից պարտություն կրած իշխանության եւ պարտադրվեց, որ հայ ժողովուրդը ընտրի այդ պարտություն կրած իշխանությանը, որովհետեւ այնպիսի բևեռ ստեղծեցին իրաց դեմ, որ փաստորեն ժողովուրդը չուզեց, այնքան չուզեց, որ նույնիսկ Նիկոլենց ընտրեց, իսկ չեն ընտրելու, ես վստահ եմ չեն ընտրելու, եթե նոյեմբերի 9-ի բնական այդ շարունակությունը լիներ, եւ ըստ էության մեզ ենթարկեցին, այսպես փագեցին մեր բոլոր։ Այդ ներուժը պետք է ինքը տեղ գտնի դուրս գալու, եւ ինքը փագում է, ինքը մտնում է մեջը եւ ինչ որտեղ վերածվում է ընկճախտի, վերածվում է դեպրեսիայի, վերածվում է ապաթիկ վիճակների, հա։ Այդ իմաստով ինքը կա, ես վստահ եմ ինքը հիմա միտեղ ենթագիտակցության մեջ կա, պատրաստ է ժայթքել, բայց ինքը տեղը պետք է գտնի որտեղից ժայթքի, որտեղից այդ վերելքը լինի, եւ դա պարտադիր մասն է։ Եթե դա այլ չի լինում,
Դե ուրեմն ես չգիտեմ մնացածը, ես չգիտեմ մնացածը Աստծու կամ աստվածների ձեռն է, ես ավել չեմ կարող տեսնել, ես գիտեմ, որ մեր ելքը մենք նպատակները պետք է մեծ տնես։ Օրինակ հիմա ասում են մենք, ասենք կարդացել եմ, ասենք թեկուզ քաղաքական մարդիկ կնենք կամ բան փոխենք այս իշխանությունը օրինակ եւ գոնե եղածը փրկենք, չէ, դա նպատակ չի, դրա շուրջ մարդ չէ, դրա շուրջ մարդը չի ողջորվում, դու պետք է նպատակն ես մեծ, դու պետք է ասես չէ հաջորդ մենք պարտվել ենք պետք է դնենք հաղթանակի նպատակ, մենք անկում ենք ապրել, մենք վերելքի նպատակ պետք է, այ դրա շուրջ ճիշտ մարդկային ներուժ դու կհավաքես, նրա շուրջ որ յոլա գնանք մի բան փրկենք եւ այլն, ում պետք է դու հավաքես, շատ փոքր մարդկանց, այդ մարդիկ չեն ստեղծագործելու, մեծ նպատակների շուրջ կհավաքես լավագույնը քո հանրության մեջ, մենք այդպես պետք է փորձենք նպատակները դնել եւ այդ ուղղությամբ գնանք։ Ես մինչև վերջին հայը կա, ես հավատում եմ, որ Հայաստանը կա եւ ժողովրդի հետ ոչ մի բան չի եղել եւ ժողովուրդը կա ու կմնա։ Իհարկե դա երաշխավորված չի, մեզանից է կախված, բայց մենք պետք է հավատանք դրան։ Ու մի բան էլ ավելացնեմ, կներեք, ես երբ վերջում ես, երբ որ ավարտվեց պատերազմը, իմ մոտ եկավ այդ վերջին Կայազորի գաղափարը, ու ինքը առաջին հայացքից էլի տենց մարտական գաղափար, այսինքն այն Կայազորը, որ մինչև վերջ կռվում է, բայց ես մի քիչ ավելի բան եմ դրա մեջ տեսնում։ Ես պատկերացրեցի, որ լավ շատ ռեալ է դառնում, որ իսկականից սա ռեալիստական է, ես չեմ ասում սա կլինի, բայց համենայնիվ կարող է լինել այսքանից։ Որ մենք լինենք վերջին կամ նախավերջին սերունդը հայերի, որ Հայաստանում է ապրում, եթե այսպես շարունակվի։ Լավ, ենթադրենք մի պահ վերացավ այս ազգը։ Մեր վրա, այսպես ասած, ափսոսող լինելու է աշխարհում, մեկը կափսոսա կասի վերացավ այս ազգը։ Որտեվ ասենք կան ազգեր, որոնք վերացել են, բայց մինչև հիմա ափսոսում են, չէ՞, ասենք հին Եգիպտոս, հին Ասորստան, ասենք Հունաստան թեկուզ։ Դրա համար ես մոտ եկա, որ ասենք մեր պատասխանը պետք է այնպեսի մի հատ sense հրավառություն լինի, մենք այնպեսի մի հատ sense արժեքների մեծ բույլ պետք է տանք, որ նույնիսկ եթե մենք վերանալու ենք, մարդիկ ասեն, ախալու տեսակ էս ինչ ազգեր։ Վերանալուց առաջ էլ նույնիսկ տեսեք ինչ տվեց։ Այդտենց մենք պետք է, ու ես վստահ եմ, որ թե մենք տես տրամադրվենք, հաստատ չենք վերանա։ Դա մեկը մյուսի հետ կապված է։ Դու այդպես տրամադրվի, իսկ մեր ժողովրդին անդադ բոլորը քարոզում են կործանում։ Թրամփը կգա կործանվես, Թրամփը կգնա կործանվես, աղետ կործանում, բայց այդպես չես փրկվում դու վտանգներից դու փրկում ես հակառակը մոբիլիզացվելով, ոգևորվելով եւ փորձելով այդ վտանգի մեջ քո շանսը տեսնել։ Այդպես եմ ես հասկանում։ Դրական շեշտերով կավարտենք անգերձ էր մեր զրույցը։ Շնորհակալ եմ։ Իհարկե ես եմ շատ շնորհակալ։ Անգերձ զրույցը այսօր պատմապան Մարտական եղբայրության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանին հետ էր։ Ավարտին գորտորեմ մեր ագնտիրները դարազել մեր դեսանյութերը, լայք մսեղմել, մեկնաբանություն գրել ընդունելի սահմաններու մեջ, այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընծես։